այս տարիների ընթացքում մեր հարկային քաղաքականության առանցքում եղել է պարզ սկզբունք. ապահովել արդար, կանխատեսելի և ներդրումների համար բարեկամ միջավայր։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր ներդրող տեղական թե օտարերկրյա իմանա այս երկրում կան հստակ կանոններ և այդ կանոնները չեն կարող փոխվել քամու ուղղությամբ։ Անցած 5 տարիներին կառավարության հարկային քաղաքականությունն ուղղված է եղել մի կողմից գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը, մյուս կողմից ներքին ռեսուրսների հաշվին հարկաբյուջետային կայունության ապահովմանը։ Կառավարության ծրագրով ամրագրված 25% հարկեր հնա ցուցանիշի ապահովմանը։ Նշված խնդիրների լուծման նպատակով հարկային օրենսդրության մեջ կատարվել են հետևյալ համակարգային փոփոխությունները։ Վերանայվել է հանքարդյունաբերության ոլորտի հարկման ռոյալթիների համակարգը։ Արդյունքում ներդրվել է ընկերությունների բարձր շահութաբերության պայմաններում ռոյալթիի հաշվարկման լրացուցիչ բաղադրիչ, որը հնարավորություն է ընձեռնել միջազգային շուկաներում մետաղների բարձր գների պայմաններում ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ։ Մասնավորապես 23-24 թվականների արդյունքներով ռոյալթիի լրացուցիչ բաղադրիչի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 26 միլիարդ դրամ։ Երկու շարունակական փուլելով վերանայվել է ինտերնետ շահումով խաղերի համար կիրառվող պետական տուրքի համակարգը։ Արդյունքում էականորեն բարձրացվել է շահումով խաղերի ոլորտի հարկային բեռը։ Մասնավորապես 23-25 թվականների արդյունքներով պետական տուրքի գծով պետական բյուջեի լրացուցիչ եկամուտները կազմել են շուրջ 38 միլիարդ դրամ։ Շարունակաբար բարձրացվել են ակցիզային հարկի դրույքաչափերը։ Արդյունքում մի կողմից կրճատվել է վնասակար սպառումը, դրանով նպաստելով առողջ ապրելակերպի զարգացմանը, մյուս կողմից պետական բյուջեն յուրաքանչյուր տարի ստացել է շուրջ 11 միլիարդ հավելյալ հարկային եկամուտներ։ Ներդրվել և շարունակաբար բարելավում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Արդյունքում կարևոր քայլ է կատարվել ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համակարգի զարգացման և դրանով իսկ կառավարության տարբեր քաղաքականություններ ավելի լավ հասցեավորելու նախադրյալների ձևավորման համար։ Միևնույն ժամանակ հայտարարագրման համակարգի միջոցով ներդրվել է աշխարհում լայնորեն կիրառվող սոցիալական կրեդիտների համակարգը, որը արդյունավետ գործիք է մեր քաղաքացիների կողմից կրթության և առողջապահության ոլորտներում կատարված ծախսերը հասցեական ձևով համաֆինանսավորելու ուղղությամբ։ Մասնավորապես 2025 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ սոցիալական ծախսերից օգտվել են շուրջ 60 հազար հայտարարատու ֆիզիկական անձինք և հետ են ստացել շուրջ 5 միլիարդ դրամ գումար։ Մեկ հայտարարատուին բաժին ընկնող սոցիալական ծախսի գումարը կազմել է շուրջ 83 հազար դրամ։ Լայն շրջանակի բյուջետային ծրագրերով աջակցության գործիքներ են նախատեսվել գիտական հետազոտություններ և մշակումներ իրականացող կազմակերպությունների համար, գրավիչ հարկային միջավայր է ձևավորվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնողների համար։ Արդյունքում ակնկալվում է, որ նշված ոլորտներում նկատվելու է լրացուցիչ տնտեսական ակտիվություն, ստեղծվելու են նոր աշխատատեղեր, մեր երկիրն ամրապնդելու իր դիրքերը տեխնոլոգիական աշխարհում։ Վերանայվել է շրջանառության հարկի համակարգը։ Արդյունքում շրջանառության հարկի գծով հարկային բեռը վերաբաշխվել է ավելի արդարացի ձևով, քանի որ ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորող հարկ վճարողների համար հարկային բեռը նվազել է, իսկ ձեռքբերումները փաստաթղթերով չհիմնավորող հարկ վճարողների համար բարձրացել։ Այսպես 2024 թվականի առաջին կիսամյակում նվազագույն 1,5% դրույքաչափով հարկվել է առևտրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների 37%-ը, իսկ 25 թվականի առաջին կիսամյակում մինչև 1,5% դրույքաչափով հարկվել է առևտրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների 59%-ը։ Համանման պատկեր ունենք նաև հանրային սննդի ոլորտում։ Զուգահեռաբար գործակների փաստաթղթավորմամբ կրճատվել են շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարող ավելի խոշոր հարկ վճարողների ստվերային շրջանառությունները։ Օրինակ առևտրական գործունեության պարագայում փաստաթղթավորված ծախսերը աճել են ավելի քան 60%-ով։ Ամփոփելով վերոնշյալը կարող ենք հստակ արձանագրել, որ գործունեության հիմնական տեսակների պարագայում շրջանառության հարկի համակարգի վերանայումը ոչ թե հարկային բեռի բարձրացման մասին է, այլ հնարավորություն է, որպեսզի ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու պարագայում հարկային բեռը լինի նույնիսկ ավելի ցածր մակարդակում, քան մինչև համակարգի վերանայումներ։
Եվ այս համատեքստում որոշ շրջանակների կողմից թմկահարվող այն թեզը, ըստ որի շրջանառության հարկի համակարգի վերանայումը աղետ է փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար, ուղղակի հերյուրանք է, որը չունի պատշաճ մասնագիտական հիմնավորում։